Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ոչինչ չի կարող բաժանել քեզ Աստծու սիրուց։ Կյանքը պարգև է Աստծուց։ Մի արտասովոր հրաշք, որն ունի իր բաժին խաղաղությունը։ Կյանքը պարգև է Աստծուց։ Մի արտասովոր հրաշք, որն ունի իր բաժին ուրախությունը, հույզերը և հաղթանակները։ Սակայն հաղթանակներն իրենց մեջ պայքար են պարունակում, ինչը երբեմն բավականին ծանր ու դառնագին ընթացք է ենթադրում։ Սիրելի՛ բարեկամ, իսկ ինչպիսի՞ ընթացքով ես դու անցնում։ Գուցե հենց պայքարների մեջ ես։ Դա կարող է լինել հոգնածությունը, հիվանդությունը, հալածանքը, ամուսնալուծությունը, վախն ու տագնապները, հուսահատությունը, կորուստը և այլն։ Այս ամենի մեջ Աստծու Խոսքը վստահեցնում է, որ ոչինչ չի կարող բաժանել քեզ Տեր Հիսուսի սիրուց։ Հռոմեացիս 8:35 խոսքում կարդում ենք. «Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը»։ Տեր Հիսուսն Ինքն է քեզ քաջալերում, երբ Հովհաննես 16:33 խոսքում ասում է. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին»։ Այո՛, դու կարող ես փորձությունների միջով անցնել, անգամ հալածանքի։ Սակայն եթե դու Նրա աշակերտն ես, ապա Տեր Հիսուսը քեզ հետ ամեն օր մինչև աշխարհի վերջը լինելու անխախտ խոստում է տվել (տե՛ս Մատթեոս 28:20 խոսքը)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չվախենաս։ Նեղությունները չեն կարող բաժանել քեզ Նրա սիրուց։ Ընդհակառակը, դրանք մոտեցնելու են քեզ Տեր Հիսուսին։ Քո կյանքի անհնարին թվացող իրավիճակներն Աստծու համար դառնում են քո իսկ կյանքում գործելու հնարավորություններ։ Հուսահատության պահերը Նրա շնորհիվ նոր վերելքի սկիզբ են դառնում։ Քո թույլ կողմերը Նա վերածում է ուժեղ կողմերի։ Քո կյանքի փորձությունները դառնում են հզոր վկայություններ Նրա անվան փառքի համար։ Հրավիրում եմ քեզ հենց հիմա աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով. «Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ ոչինչ չի կարող ինձ հեռացնել Քեզնից, բաժանել Քո սիրուց և Քո ներկայությունից։ Դու իմ Տերն ես և միշտ կլինես իմ Աստվածը թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում, ուրախության և տխրության պահերին, հարստության և աղքատության մեջ, առողջության և հիվանդության ժամանակ։ Դու իմ Աստվածն ես, և ես սիրում եմ Քեզ։ Ես վստահում եմ Քեզ ու հավատում, որ ինձ կտանես դեպի ապահով ապաստանը, կառաջնորդես և հաղթանակ կպարգևես ինձ։ Թող Քո անունը մեծարվի հավիտյան։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։